Վերջին ստուգատեսը ազգերի լիգային ընթരാճ, այս անգամ մրցակիցը Մոլդովան է։ Օրեր առաջ Ղազախստանի հետ ընկերական մրցավեճում մեր ընտրանին գերազանցեց մրցակցին, բայց չօգտագործեց մի շարք գոլային պահեր եւ չկարողացավ հաղթանակ կորզել։ Ընկերական խաղն ավարտվեց ընկերական հաշվով 1-1։ Մոլդովայի հետ խաղում թիմը տրամադրված է հաղթանակի։ Ֆարուլի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վստահեցնում է, որ հավաքականի տղաները լավ մարզավիճակում են։ Ընդհանուր թիմի պատրաստվածության մասին կասեմ, որ լավ պատրաստվել ենք, ամենակարևորը գիտենք դաշտում ինչ պետք է անենք, բոլորն էլ կարելի ասել լավ մարզավիճակում են, պատրաստ ենք 100%-ով խաղին ու ամեն ինչ անելու ենք, որ ուրախացնենք մեր երկրպագուներին հաղթանակով։ Հավաքականի մարզիչը նույնպես նշում է, որ հաղթելու ցանկությունը մեծ է։ Մարզչի խոսքով խաղադաշտում երկրպագուները կտեսնեն մի շարք փոփոխություններ։ Շատ նման է Կիպրոսին ու Լատվիայի թիմին, որոնք մեր մրցակիցներն են լինելու, Մոլդովյան նման խաղաոճ ունի, նման մակարդակի թիմ է, փոփոխություններ են կարել, նորեկներ կտենակ վաղը դաշտում, որոնք առաջի անգամ են մեկնարկային կազմում լինելու։ Ես հասկանում եմ, որ առաջերտին ինձ եւ բոլորիս հաղթանակ է պետք, բայց մենք ունենք ուղղություն, նպատակներ ապագայում եւ երբ մենք մտածենք ուղղակի հաղթանակի համար եւ չփորձարկենք, վաղվա օրը մեր ավելի ճիշտ չի լինի։ Մելիքյանը նաև վստահեցնում է, որ այս խիտ խաղային գրաֆիկը լավ փորձ էր ազգերի լիգայից առաջ։ Այս գրաֆիկը մեզ պետք է, որովհետև աշունը նման հարցերի առաջ կանգնելու ենք, սա մեր համար փորձ կլինի։ Այս խաղը նաև լավ հնարավորություն է մեր ֆուտբոլիստերի համար։ Բազմաթիվ սկաուտներ ու գործակալներ ժամանել են Հայաստան հետևելու հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստների խաղին։ Ուշադրության կենտրոնում են հատկապես Պերցյանն ու Տիկնիզյանը։ Տարբեր գործակալների խոսքով նա իր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են ակումբներ թոփ լիգաներից։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։